Պարոն Աբրահամյան, արցախցիները եւ ոչ միայն հավաքվել են այստեղ, նախատեսվում է նաեւ երթ դեպի ներքին գործերի նախարարություն, դուք եք միացել, մասնավորապես ինչ խնդիրներ եք տեսնում, ինչու եք այստեղ ասում։ Գիտեք, այստեղ հավաքված մարդկանց մեծ թվով հարցեր է միավորում, ցավոք խնդիրները միայն այս վերջին օրերին խոշտանգված Արցախցու թեմայով չի պայմանավորված, առհասարակ այս մարդկանց հետաքրքրում մեծ թվով հարցեր, սկսած սոցիալականից, շարունակած մարդու իրավունքների պաշտպանության, որոնք տարբեր ձևերով հայաստանյան իշխանությունների կողմից խախտվում են, ավարտված հիմնական քաղաքական նաև մոտեցումներով, որն արտահայտված է մասնավորապես արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքով եւ այլն։ Հիմա մի բան կա, որը պետք է հստակ արձանագրենք, արցախցիների իրավունքները բոլոր առումներով այսօր խախտված են։ Ես չեմ ուզում կոնկրետ այս դեպքը միայն բացառապես պայմանավորել արցախցիների հանգամանքով, որտեղ Հայաստանում հատկապես վերջին 5-6 տարիներին խախտում է ոչ միայն արցախցիների, այլ նաև մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ Հայաստանում մեծ թվով քաղաքմանդարկյալների գոյությունը եւ քաղաքական հետապնդումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ցույց են տալիս, որ այստեղ խնդիրը զուտ միայն արցախյանը չէ։ Թեման այնքանով է ռեզոնանսային, որ պետության իշխանության կողմից պաշտոնական քարոզությունը անընդհատ թիրախավորում է արցախցիներին, հատկապես այն արցախցիներին, ովքեր խոսում են Արցախի հանձնման, Արցախ վերադառնալու իրավունքի մասին, խոսում են արցախցիների նկատմամբ որոշակի առանձնացված մոտեցումների մասին եւ այլն։ Իհարկե այդ ամեն ինչը չպետք է հայ հանրությանը ամբողջացնել, որովհետեւ այն խնդիրները, որոնք այսօր առկա են արցախցիների հետ կապված, բնականաբար դրանք մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի կիսում։ Այլ բան է, որ դա իշխանությունն է ամեն ինչ անում եւ խրախուսում, որպեսզի արցախցիների նկատմամբ հատուկ բացական երանգավորած տեղեկատվությունը լինի գերիշխող։ Հիմա նպատակը որն է, Նիկոլ Փաշինյանը փորձում է համակերպակել Արցախի։ Տեսեք, ի սկզբանե եւ 23 թվականին, երբ արցախցիների բռնի տեղահանություն տեղի ունեցավ, հենց այդ փուլից է սկսած իշխանությունը խնդիր ուներ արցախցիներին առանձին խմբերի բաժանելու, բևեռացնելու, որպեսզի արցախցիները չկարողանային իրենց հավաքական պահանջները ներկայացնելու, որպեսզի խլացնեին մեր արցախցիների այն պնդումները, որոնք կապված են այս իշխանությունների այն քաղաքականությամբ, որը ի վերջո բերեց Արցախի հանձնմանը, եւ ստեղծված իրավիճակում բնական է ինչպես արցախցիները, այնպես էլ առհասարակ հասարակության այն առողջ հատվածը, որը կոնկրետ ունի մոտեցումներ, դիրքորոշումներ, անկախ դրանից դա քաղաքացիական դիրքորոշում է, քաղաքական մոտեցում է, ում դա տարբերում է իշխանության պաշտոնական մոտեցումից, նրանց նկատմամբ կոնկրետ տեղի ունենում թիրախավորում, ընդհանուր մարդկանց միջև ազատությունից զրկելը եւ այս պահին էլ վտանգ կա, օրինակ այս գործով զբաղվող փաստաբանի մասով, ում հանկարծ իրավապահ մարմինները հիշել են, որ ինքը տարբեր միջադեպերին կարող էր մասնակից եղնել եւ այդ իրավիճակով պայմանավորված նաեւ ասում են, որ քրեական վարույթներ կա։ Այսինքն այստեղ խնդիրը այդ առանձին 1-2 վարույթները չեն, այստեղ գլխավոր խնդիրը այն է, որ իշխանությունը ոչ միայն ընտրովի արտադատություն է իրականացնում, այլ իշխանությունը գործում ակտիվանում է եւ փորձում է գործեր սարքել այն ժամանակ, երբ որ դա իր համար քաղաքական նպատակահարմարություն է ներկայացնում։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվել, որի ժամանակ զարմացած դեմքով ու լուրջ դեմքով հարցնում է, թե այս 7 տարվա ընթացքում ինչ զիջում է ինքնավարսավետը կատարել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ հանրության հիշողությունը շատ կարճ է, կամ եթե մտածում է, որ իր մանիպուլյացիոն վարպետությունը այնպիսի բարձրաշան է, որ մարդիկ պարզապես չեն հասկանա կամ կարող են մոլորվել, դա բնականաբար այդպես չէ։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ կան մեր հասարակության մեջ մարդիկ, ովքեր իրենց կարծիքը եւ իրական մոտեցումները իշխանության նկատմամբ չեն արտահայտում, դա չի նշանակում, որ այդ մարդիկ չեն տեսնում կամ չգիտեն, թե ինչ է մեր այդ տեղի ունեցել։ Ի վերջո մարդիկ գիտեն, որ 2000 մինչև 2018 թվական ունեցել ենք Արցախ, 2018-ից հետո մենք ունեցել ենք լայնամասշտաբ պատերազմ Արցախում, որը բերել է հազարավոր մարդկանց զոհերի։ Մենք 21, 22, 23 թվականներին ունեցել ենք տարածքներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որոնք օկուպացվել են։
բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը այսօր կատաստրոֆիկ իրավիճակում են, որի պայմաններում նույնիսկ ադրբեջանական բոլոր նախապայմանները ընդունելուց հետո Ադրբեջանը ոչ միայն փաստաթուղթ չի ստորագրում, այլ առաջադրում է նոր նախապայմաններ։ Այսինքն այս կորուստները, որոնք առարկայական արտահայտվել են, բնականաբար տեղի չեն ունեցել 50, 60 կամ 100 տարի առաջ, սա բոլորի աչքի առաջ այս ամեն ինչը տեղի ունենում եւ կրկնում եմ, եթե նույնիսկ մարդիկ կամ մարդկանց մի մասը սրա մասին բարձրաձայն չի խոսում, չի նշանակում, որ սա չեն տեսել կամ սրա մասին չգիտեն։ Գյումրի ընտրությունները այդ առումով լավ դուրս կլինեն ձեր դիտարկմամբ, որտեղ շատ է այդ քննարկում, ասում են ժողովրդի աչքերը բացվել է, ամեն ինչ տեսնում են։ Գիտեք, մի փոքր ձևակերպման հետ համաձայն չեմ, որ ժողովրդի աչքերը բացվել կամ չեն բացվել, շատ բան կախված է նրանից, թե իրադարձությունները, քաղաքական պրոցեսները, նաև քաղաքական ակտորները իրողությունները ինչ ձևով են այստեղ ներկայացնում։ Այն, որ իշխանությունը մարտի է նետել իր ողջ ոհմակները, որոնք զբաղված են ընդդիմադիր տարբեր թեկնածուների վարկաբեկմամբ կամ զրպարտությամբ, սա ինքնին ցույց է տալիս, որ սա իշխանության համար կենաց մահու խնդիր է մի կողմից, մյուս կողմից նաև նրանց համար հստակ է, որ Գյումրիում կարող է իրավիճակ փոխվել եւ քաղաքական իրադարձությունները բերել նրան, որոնք ցույց կտան իշխանության սնանկությունը, իշխանության թուլությունը եւ նրանք այս ընթացքում ամեն ինչ անում են, բոլոր ռեսուրսները դնում են այս իրավիճակում պարտություն թույլ չտալու համար։ Իհարկե ակնհայտորեն արդեն այս փուլը նկատելի է այն խախտումները, վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները, այն թույլատրելի քարոզչական մեթոդները, որոնք կիրառվում են, բայց կարծում եմ, եթե իրավիճակը որոշակի կետի հասունանա, նույնիսկ այդպիսի ճնշումները որևէ դեր չեն կատարի։